անդրադառնալով հակակոռուպցիոն մարմինների ձևավորման կառուցակարգերին, պետք է նշել, որ դրանք ներկայումս չեն արդարացնում իրականացման փուլում, միգուցե օրենքներում, չգիտեմ, քաղաքականությունների մեջ դրանք բավական լավն են իրենց թերություններով հանդերձ, բայց իրականացման փուլում բախվում ենք մի շարք խնդիրների եւ այդ խնդիրներն են առաջինը թափանցիկության, հաշվետվողականության, քաղաքացիական հասարակության իրական ներգրավման, այլ ոչ ձևական առումով այդ խնդիրներին կան մի շարք վերլուծություններ, այդ թվում իրավաբանն մասնագիտական առցանց մեդիան է դրանց անդրադարձել, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրություններին, որ ներկայումս ընթանում է գլխավոր դատախազի տեղակալի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող ընտրությունները եւ մի շարք խնդիրներ է վերհանել։ Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիան նաեւ նախկինում եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջի կազմի ընտրություններին եւ հակակոռուպցիոն կոմիտեի առաջին նախագահի ընտրություններին հայտարարություններով է հանդես եկել եւ մատնանշել, որ դրանք անցել են քաղաքականացված միջավայրում, ոչ ապաքաղաքական միջավայրում, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու եւ հակասում են Ջակարտայի սկզբունքներին, որոնցով կան մի շարք, այսպես ասեմ, չափորոշիչներ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների ընտրությունների, ներկայումս նույնպես կան այդ խնդիրները, հիմնականում ոչ քաղաքական այդ միջավայրը չի ապահովում եւ թափանցիկ չեն եւ հաշվետու չեն, այդ մասին ես նշեցի այդ հետազոտություններում, վերլուծություններում եւ հայտարարություններում նշվել է։ ԿԿՀ-ի դեպքում դա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարցն է, բայց ցավոք, ես ասում եմ, պրակտիկայում մենք մի շարք խնդիրներ ունենք։ Երբ որ ԿԿՀ-ի առաջի կազմն էր ընտրվում, կար մրցութային հանձնաժողով, որի մեջ կային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հանձինս, օրինակ, հանրային խորհրդի, բայց այն ժամանակ հակակոռուպցիոն, այսպես ասեմ, գործունեություն զբաղվող չակերտավոր կազմակերպությունների պահանջով դա հանվեց այդ մրցութային եղանակը եւ այսպես ասենք կուսակցական նշանակումներ դրվեց, հիմա նույն այդ կազմակերպությունները բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, որովհետեւ միգուցե այն ժամանակ իրենց, այսպես ասեմ, էլի չակերտավոր արժեքների մեջ չեն մտնում այն կառույցները, որոնք պետք է ընտրեին։ Եվ մյուս խնդիրը, օրինակ հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում նախատեսվում է, որ պետք է մյուս տարի մշակվի արդեն ընտրությունների մեխանիզմ, որպեսզի ազգային ժողովում կատարվի կոմիտեի նախագահի եւ ղեկավարի ընտրություններ, ներկայումս կոմիտեի նախագահի ընտրության համար համապատասխան մրցութային խորհուրդ է ձևավորվում, հետո ներկայացնում են թեկնածուներին, կառավարությունն է հաստատում, իսկ տեղակալներին հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ես նորից կրկնեմ, սա շատ կարևոր է այս բարեփոխումները իրականացնել, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի հակակոռուպցիոն արժեքներից չշեղվեն այն մարմինները, որոնց միջոցով ձևավորվում է այդ հակակոռուպցիոն մարմինները, իրենց ղեկավարներն են ընտրում, որովհետև եթե այդ արժեքներից հակակոռուպցիոն շեղվում են ու իրենց քիմքին, իրենց կուսակցական շահին, իրենց քաղաքական
պահանջների ներքո են ուզում այդ մարդկանց ընտրել, այլ ոչ թե պրոֆեսիոնալ, բարևարք, արժանի կադրեր, ապա այդ ամեն ինչը, այսպես ասենք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, նույն այդ մարդկանց ում իրենք ընտրում են, երբ որ կլինի իշխանության փոփոխություն, նույն այդ մարմինները նաև կգնան իրենց հետևից, այսպես պայմանական, եւ այս առումով նորից կոչն է հակակոռուպցիոն կոալիցիայի, իրավաբանների հայկական ասոցիացիայի, որպեսզի բոլորը մնան հակակոռուպցիոն արժեքների, սահմանադրության եւ օրենքների ճշգրիտ կատարման տիրույթում, այդ դեպքում միգուցե մենք կարողանանք ընտրել այն արժանի, բարևարք եւ պրոֆեսիոնալ կադրերը։ Պետք է պահպանվեն օրենքների պահանջները, փոխկապակցված կամ իրենց քիմքին հաճո քաղաքացիական հասարակության, այսպես ներկայացուցիչներ չընտրեն այդ մրցույթային հանձնաժողովներում, որպեսզի դակեն իրենց որոշումները, այլ պետք է ընտրեն իրոք օրենքի պահանջներին համապատասխան արժանի այն կազմակերպությունը, որոնք տարիների ընթացքում ցույց են տվել, որ կանգնած են ոչ միայն հակակոռուպցիոն արժեքների տարածման, այլ նաև հակակոռուպցիոն մարմինների ստեղծման եւ զարգացման տիրույթում։ Սա կարծում եմ այն փոքր բանաձևն է, որը հնարավորություն կտա, որպեսզի ապահովել թափանցիկություն, հաշվետվողականություն, վստահություն քաղաքացիների շրջանում։ Կադրերի հետ կապված հարցը երկու տեսանկյունից պետք է նայել։ Առաջինը ներգրավման, երկրորդը վերապատրաստումների եւ կարողությունների զարգացման։ Իհարկե, ռազմավարությունը եւ իր գործողությունների ծրագիրը կոնկրետ ցուցանիշներ է դնում, օրինակ 26 թվին հակակոռուպցիոն կոմիտեի քննչական եւ օպերատիվ ծառայողների ուրեմն մասով ունենալ 80% համալրում, ներկայումս կարծեմ հուլիսի սկզբի դրությամբ այդ համալրումը 68%-ի սահմաններում է ըստ առաջի կիսամյակի անցած տարվա հաշվետվության, բայց ես կարծում եմ այդ ամեն ինչը պետք է այդպես մեխանիկական չլինի։ Նախ ամենակարևորն է, որ արժանահավատ մրցույթներ լինեն։ Մասնագետները հավատան, որ եթե իրենք բարևարք են, պրոֆեսիոնալ են, արժանի են, ապա իրենք պետք է ներգրավվեն այդ հաստիկներում։ Այսինքն այդ միջավայրը եւ այդ պայմանները ապահովի պետությունը հանձինս հակակոռուպցիոն մարմինների։ Եթե դա արվի, ապա կադրերի հոսքը կգնա։ Երկրորդը կադրեր ներգրավելուց շատ կարևոր է իրենց գործունեության արդյունավետությունը, որտեղ կադրը գնում է այն համակարգ, որտեղ տեսնում է, որ իր ներուժը կարող է օգտագործել այդ համակարգով նախատեսված խնդիրները լուծելու համար։ Երբ որ հիմա կադրերը տեսնեն այդ արդյունավետությունը, բարձր արդյունավետությունը, բնականաբար հոսք կգնա։ Մյուս կարևոր պայմանը կադրերի համար պայմանների ապահովումն է, այսինքն աշխատանքային պայմաններ, աշխատավարձերի, խրախուսումների, մասնագիտական աճի։ Այսինքն եթե կադրերը չեն գնում, ուրեմն այս պայմանները ամբողջությամբ չեն ապահովում եւ այստեղ մտածելու, քննարկելու տեղի կա։ Երկրորդ վերապատրաստումների եւ կարողությունների զարգացումն է։ Իհարկե մենք ունենք Արտադրության ակադեմիա, որոշակի տենց խումբ ծրագրեր կան դատավորների, դատախազների, քննիչների համար, բայց կարծում եմ, որ դրանք ամբողջությամբ այսպես արդյունավետ եւ ամբողջական չեն, որովհետեւ ես նաեւ տեսել եմ այլ երկրների փորձը եւ գտնում եմ աշխարհի լավագույն հակակոռուպցիոն կրթական հաստատությունների հետ պետք է լինի լուրջ գործնական պայմանավորվածություններ, որովհետև նրանք փորձ ունեն, նրանք տարիների աշխատանք ունեն, հաջողություններ ունեն գրանցած եւ մենք պետք է կարողանանք այդ փորձը սովորել, դրա հիման վրա զարգացնել մեր կարողությունները, որովհետև եթե մեր մոտ դասախոսում են այն մարդիկ, որոնք նոր են այդ համակարգ մտել եւ դեռ պետք է իրենց դասավանդել,
սովորեցնել, որպեսզի նրանք սովորեցնեն, ես կարծում եմ այստեղ գիտելիքի ու կարողությունների աճի տեսանկյունից մենք բավական կաղում ենք եւ այստեղ լուրջ անելիքներ ունեն, իսկ դրա համար պետք է համագործակցություն ոլորտային մասնագիտական կառույցների հետ, ովքեր ունեն այդ փորձը, գիտելիքները, հնարավորությունները, կարողությունները։ Ես նկատի ունեմ եւ Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի ուրեմն ԿԿՆ-ի հակակոռուպցիոն կոալիցիան իր մասնագիտական, փորձագիտական ներուժով։ Ցավոք պետք է նշեմ, որ մեր ռազմավարությամբ ու գործողությունների ծրագրով չկա նախատեսված շենքային պայմանների բարելավում, ավելին մեր երկու հակակոռուպցիոն հիմնական մարմինները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ հակակոռուպցիոն կոմիտեն չունեն միջազգային չափորոշիչներով սահմանված շենքային եւ նյութատեխնիկական բազա։ Չգիտեմ, հակակոռուպցիոն կոմիտեն կարծեմ 3 տարբեր շենքերում է իր գործունեությունը ծավալում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այլ տեսչական մարմնին պատկանող շենքի մի հատվածում է ծավալում, ես գտնում եմ, որ սա բավարար չէ, սա հիմնարար խնդիր է եւ ակնկալել, որ այդ պայմաններում այդ մարմինները պետք է արդյունավետ գործեն, ես կարծում եմ, որ սա իրատեսական չէ եւ նաեւ բարձրաձայնում եմ, որ պետք է հակակոռուպցիոն ռազմավարությունը այս մասով վերանայվի, որտեղ ի սկզբանե նախատեսված է եղել, որ հակակոռուպցիոն կոմիտեի համար պետք է 0-ից շենքային պայմաններ նախագծվի նմանատիպ մարմնի միջազգային չափանիշների համապատասխանող այդ կառուցակարգերի շրջանակներում, բայց ցավոք դա ինչ որ պայի կանգնեցվել է, նրանց տվել են այլ մարմիններին պատկանող շենքեր, ամրակցել են, որոնք չունեն այն պայմանները, որտեղ հնարավոր է եւ օպերատիվ գործողություններ անել եւ քննչական գործողություններ։ Ես կարծում եմ, որ չի բավարարում, ի սկզբանե մենք նախատեսում ենք, որ այդ մարմինների ծառայողները կամ աշխատողները պետք է ունենան ավելի բարձր սոցիալական պայմաններ, աշխատավարձային ֆոնդ, խրախուսման ֆոնդ եւ ցավոք ինչ-որ պայից սկսած դա խտրական դիտվեց եւ մյուսներին նույնպես հավասարեցվեց եւ այդ առումով նաեւ կադրերի համար արդեն գրավիչ չէ այնտեղ գնալ եւ ծառայության անցնելը ես կարծում եմ որ դա խտրական չէ ընդհանրապես հակակոռուպցիոն մարմինները դրանք ժամանակավոր միջոց են որոշ երկրներ կան դա արագ են անցել ժողովրդավարական իրենց ուրույն ճանապարհով որը տևել է 100-ամյակներ եւ որոշ երկրներ, օրինակ ասիական երկրներ, դա ավելի կարճ ժամանակում են անցել, երբ որ մասնագիտական հակակոռուպցիոն մարմինների համակարգի կառուցակարգեր են որդեգրել։ Հիմա մենք նույնպես որդեգրել ենք երկրորդ տարբերակը, դա նշանակում է, որ մենք պետք է որպես ժամանակավոր միջոց ունենանք լուրջ պայմաններ եւ նյութական եւ աշխատավարձային, որպեսզի կարողանան հակակոռուպցիոն մարմինների ծառայողները արդյունավետ եւ պատշաճ իրականացնեն իրենց լիազորությունները։ Կադրերի վերապատրաստման ամենակարևոր միջոցները դրանք միջազգային համագործակցությունն է, միջազգային կրթական հակակոռուպցիոն մարմինների հետ, հաստատությունների հետ համագործակցությունն է, որովհետեւ այդ երկրներում կա կուտակված ահռելի փորձ ահռելի գիտելիք, ահռելի կարողություններ, որոնց կարիքը մեր հակակոռուպցիոն մարմինները ունեն, զանազան կոռուպցիոն հանցանքներ բացահայտելու մանավանդ այնպիսի հանցանքներ, որոնք կատարվում են ժամանակակից, չգիտեմ, էլեկտրոնային գործիքների օգնությամբ։ Այս նորարարությունները, այս կարողությունները շատ կարևոր է զարգացնել ու դրանք ոչ թե պետք է զարգացնել տարիների կտրվածքով դա պետք է ամեն ժամի ամեն օրվա կտրվածքով զարգացնել որովհետև հանցագործություն կատարողները կատարելագործում են իրենց մեթոդաբանությունը
իսկ իրավապահ մարմինները չեն հասցնում դրա հետևից։ Զուտ ինչի, որովհետև չունեն համապատասխան կարողությունների զարգացման իրական հնարավորություններ, չունեն ֆինանսներ դրանք իրականացնելու համար։ Անցած տարի 2024 թվականի մայիսի 22-ից 26-ը տեղի ունեցավ Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի 50-ամյակին նվիրված գիտաժողովը, որը կազմակերպվել էր մարմնի եւ հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Հայաստանի ԿՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պատիվ ունեցավ ներկայացնելու Հայաստանը այդ կարևոր բարձրաստիճան անձանց մասնակցությամբ հանդիպմանը շուրջ 500 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, աշխարհի տարբեր հակակոռուպցիոն մարմիններից եւ այնտեղ էր կուտակվել աշխարհի լավագույն փորձը, գիտելիքը, կարողությունները, կապերը եւ ես ցավում եմ, որ Հայաստանի հակակոռուպցիոն համակարգի որևէ մարմնից ներկայացուցիչ չի եղել այդ կարևոր միջոցառմանը։ Մեր կոալիցիայի ներկայացուցիչները իմ գլխավորությամբ հանդիպումներ են ունեցել եւ Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն մարմնի ղեկավար կազմի հետ եւ Մալազիայի եւ Իտալիայի եւ Հունաստանի հանդիպումներ են ունեցել Եվրոպական միության գլխավոր դատախազի տեղակալի հետ, այլ կարևոր հանդիպումներ, պայմանավորվածություններ են ձեռք բերել Հայաստան եւ այդ երկրների համապատասխան մարմինների հետ համագործակցությունը զարգացնելու այցելությունից հետո ես պաշտոնական գրությամբ դիմել եմ Արդարադատության նախկին նախարարին, նույն գրությամբ վերջերս նաև նույն գրությունը ուղղել եմ ներկա նախարարին, ներկայացրել եմ ամփոփ տեղեկատվություն այդ ամբողջ այցելության ընթացքի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել եմ, որպեսզի հանդիպում կազմակերպեն, որպեսզի ներկայացնենք հակակոռուպցիոն մարմինների ղեկավար կազմին արդյունքները եւ համագործակցության հնարավորությունները, որովհետեւ աշխարհի երկու լավագույն հակակոռուպցիոն կրթական հաստատությունները գտնվում են Հոնկոնգում եւ Մալազիայում։ Հոնկոնգի հակակոռուպցիոն ակադեմիան եւ Մալազիայի հակակոռուպցիոն ակադեմիան եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը ունենա համաձայնագրեր այդ երկու հաստատությունների հետ եւ մեր հակակոռուպցիոն համակարգի մարմինների աշխատողները, ծառայողները պարբերաբար վերապատրաստումներ անցնեն այնտեղ, ինչպես նաև հրավիրեն դասախոսներ, մասնագետներ, որոնք նաև կզարգացնեն կարողությունները մեր համակարգի մարմինների եւ ծառայողների։ Ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հակակոռուպցիոն մարմինների միջև ներդաշնակ եւ կառուցողական համագործակցության ոչ բավարար լինելն էր։ Դրա համար մեր կազմակերպությունը տարիներ առաջ առաջարկում էր, որպեսզի մենք գնանք աշխարհի լավագույն փորձով եւ ստեղծենք մեկ մարմին ունիվերսալ, որտեղ եւ հակակոռուպցիոն կրթությունն է, եւ կոռուպցիայի կանխարգելումը, եւ կոռուպցիայի հակազդումը, բայց ցավոք մենք ընտրեցինք երկու տարբեր մարմիններ ստեղծելու գաղափարը եւ մենք հիմա նաեւ այդ ոչ կառուցողական, այսպես ասեմ, ոչ բավարար կառուցողական հարաբերությունները տեսնում ենք այդ մարմինների, ինչպես դատախազության հակակոռուպցիոն կոմիտե, այնպես էլ ԿԿՀ, կրթության նախարարություն եւ իրար միջև այդ հարաբերությունները եւ կարծում եմ, որ սա պետք է ուշ թե շուտ շտկվի, մենք գնանք այդ լավագույն փորձի հետևից, որովհետև Սինգապուրի, Հոնկոնգի այդ լավագույն փորձը նաև տեղայնացվել է նախկին սովետական միության, խորհրդային միության երկրներում, Լիտվա, Լատվիա, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան եւ մենք պետք է այդ ուղղությամբ կարողանանք զարգանանք ունիվերսալ մարմնի ուղղությամբ, տեսեք, այդ 5 երկրներից գոնե երկուսը ունեն ունիվերսալ շատ ուժեղ համակարգ
դա Լիտվան է եւ Լատվիան է, եւ այդ առումով ցուցանիշները կարելի է ասել, որ գոհացուցիչ են այնտեղ, մենք այնտեղից սովորելու բան ունենք եւ Հայաստանը կարծում եմ այդ ճանապարհով պետք է գնա։ Մյուս խնդիրը քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործումն է, քաղաքացիների ներուժի օգտագործումն է, որովհետեւ հակակոռուպցիոն բարեփոխումները ոչ միայն կառավարության կամքի ուրեմն հետևանք են, այլ նաև քաղաքացիների մասնակցությամբ, որտեղ որևէ կառավարություն չի կարող արդյունավետ հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնել, եթե իրեն չի հավատում եւ իր թիկունքում չի կանգնած եւ իրեն չի աջակցում հասարակությունը, հանձինս քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մասնագիտական կառույցները, որոնք ունեն փորձ, գիտելիք, կարողություններ եւ նաև կամք քննադատելու կառավարության եւ հակակոռուպցիոն մարմինների բացթողումները եւ կառուցողական ձևաչափով առաջարկել լուծումներ, բարելավումներ, բարեփոխումներ։ Ու կարևոր նաեւ նախապայման է քաղաքական ազդեցությունից զերծ մնալը, որտեղ Ջակարտայի նաեւ հայտարարության սկզբունքներն են այդ մասին ասում, որ տվյալ մարմինների կազմավորումը եւ գործունեությունը պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, բայց ցավոք ներկայումս նաև ես նշեցի տարբեր վերլուծություններով, մասնագիտական կառույցների հայտարարություններով հակառակն է ապացուցվում եւ պնդվում եւ այս առումով շատ կարեւոր է նաև ժամանակին նաև ես առաջարկում եի, որ սահմանադրական լուծումների ճանապարհով գնանք եւ հակակոռուպցիոն մարմինները կամ մարմինը, եթե միասնական է լինում, տեղ գտնի ուրեմն սահմանադրական մարմինների շարքում եւ ունենա բավական բարձր անկախության մակարդակ, որը հնարավորություն կտա զարգանալ եւ գործել ի բարօրություն մեր երկրի, որովհետեւ հակակոռուպցիոն մարմինների թիրախը ոչ միայն անցյալն է, ավելին հակակոռուպցիոն մարմինների թիրախը ներկան է, իսկ այսպես եթե ավելի ֆոկուսացնենք, թիրախը կառավարությունն է։ Դրա համար ինքը պետք է երաշխիքներ ունենա եւ անկախ լինի կառավարությունից, որպեսզի իր ձեռքերը հասնեն նաև կառավարության այն անդամներին, պաշտոնյաներին, որոնք կդավաճանեն արժեքները եւ որոնք կոտնձգեն իրավակարգի եւ օրենքների դեմ, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը։